Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին ու քեռակնոջը վերագրվող ինտիմ տեսանյութը ինչպես է նկարահանվել, ովքեր են տարածողները, շաբաթներ անց որևէ հարցի պատասխան չկա։ Տեսանյութը փորձաքննության չի ուղարկվել, տեղեկացանք քննչական կոմիտեից։ Փորձաքննություն նշանակվում է, երբ անձը հերքում է, որ կադրերում ինքն է։ Արշակ Սրբազանը թեպետ հրապարակավ հերքել էր մեջբերում շահագրգիռ անձանց հղելով իր արհամարանքն ու քմծիծաղը, բայց ստացվում է, որ մինչև այժմ նա քննչական կոմիտե չի էլ հրավիրվել։ Քննիչների փոխարեն գործի են անցել Մայրաթորի միաբանները։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ այստեղ հանձնախումբ է ձևավորվել։ Արշակ arczepiskoposին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության եւ եզրակացություն ներկայացնելու համար վեհապար հայրապետը հաշվի առնելով ներկայացված առաջարկները ստեղծել է հանձնախումբ։ Ազատության տեղեկությամբ հանձնախմբում Մայրաթորի 7 միաբաններ են։ Նրանց հետ սակայն կապ հաստատել չկարողացանք։ Հոգևոր վերնախավը այս փուլում զերծ է մնում նույնիսկ Մայրաթորի տարածքում զբոսնելուց։ Միայն ասողի Կաբեղա Կարապետյանին հանդիպեցինք։ Նա բոլոր հարցերին պատասխան նույնն ասաց. Մայրաթորը արդեն ասել է։ Ես Մայրաթորի միաբան եմ, իմ պատասխանը այն է, ինչ որ Մայրաթորը պաշտոնապես հայտարարում է։ Մայրաթորը բազմիցս անդրադարձել է, Մայրաթորը հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով։ Ազատությունը սակայն խոսել էր հոգևորականների հետ, որոնք Էջմիածնի պաշտոնականից տարբերվող տեսակետ էին հայտնել, այսինքն կան այդպիսի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ։ Մայրաթորից առայժմ հերքում են, թե նրանք վեհապարին առաջարկել են հեռանալ։ Մամուլում վեհապար հայրապետի հրաժարականի եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին տեղգտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ է։ Դեռ կան հոգևորականներ, որ լարվածության այս փուլում երկխոսության են սպասում։ Ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ երկխոսություն լինելու է։ Ինչպիսին կլինի այդ երկխոսությունը, ինչ արդյունքներով, ինչ հանգուցալուծումով, դա հարցի մի կողմ է։ Բայց որ երկխոսություն պիտի լինի, անխուսափելի։ Երկխոսություն միայն կաթողիկոսի հեռացման վերաբերյալ այս կարծիքին են իշխանականները՝ ի տարբերություն Տեր Մարկոս Քահանայի։ Դե մենք այդպես չենք պատկերացնում։ Մեկը ես այդպես չեմ պատկերացնում։ Արդյոք հոգևոր վերնախավում կան միաբաններ, որ Փաշինյանի պես վեհապարին հեռացնել են ուզում։ Ամուսնացյալ քահանան ասաց չգիտի եւ ուրախ է, որ չգիտի։ Օրեր առաջ Հայաստանի վարչապետը տարակուսանքով արձանագրեց կաթողիկոսին հեռացնելու իր օրակարգը, ավելի կոնկրետ վեհապարը աղջիկ ունի, թե ոչ հարցը մարդկանց չի հետաքրքրում։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի, մայր աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս։ Կաթողիկոսի ու սրբազանների կուսակրոնության նրբությունները մեր հարցումներ ցույց տվեց մարդկանց չի հետաքրքրում, նույնիսկ նրանց, որ դեմ չեն, որ կաթողիկոսը իջնի գահից։ Պետք է հեռանա, որովհետև քաղաքականությունը արդեն հասել է եկեղեցուն։ Օրինապահ մեկը գա։ Մեր կաթողիկոսն է թող մնա։ Մեզ թազա նոր ղեկավար է պետք մեր երկրին։ Նոր կաթողիկոս պետք չի։ Չէ։ Մենք կաթողիկոս ունենք։ Ինքը մեջն է, ինքը չպետք է վերանա։ Որ բոլորն են ասում, կամ մեծամասնությունը, երևի մի բան կա։ Ես ուզում եմ մտնեմ ստեղ խաղաղ դուրս կամ, ուրեմն ես էլ եմ ուզում խաղաղ լինի։ Իմ եկեղեցին։ Արտարությունը, մաքրությունը մենակ էստեղ է մնացել։ Այս կինը Փաշինյանն ինչ էլ ասի չի հավատա, որ հայոց վեհապարը խախտած կլինի կուսակրոնության ուխտը։ Չեմ կարող կասկածեմ։ Ոնց կարա այդ աստիճանի մարդը ինչ որ ուխտ դրժի։ Չեմ հավատում։ Այո, եթե խախտելա անպայման պիտի գնա։ Եթե ինքը կաթողիկոսա պիտի նորմալ աշխատի, եթե խախտելա միանշանակ պիտի գնա։ Համաձայն եք։ Այո, անպայման։ Ես շատ գնահատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Հավատի եւ ուխտի թեմաներով շատ չխորացած այս կնոջ համար անառարկելի մի հեղինակություն կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա ասում է վեհապարը պիտի գնա, ուրեմն պիտի գնա։ Ինքը ինչ խոստանում է, անում է։ Ասենք անկեղծ խոստանում է ու իր խոսքի տերը ոնց ասած լինում է ու անում է։ Ոնց կարելի է չհավատալ իրան։ Վեհարանը վեհի օպերացիան շարունակվում է արդեն 5.5 ամիս։ Էջմիածնում հոգևոր հավաքը, որի ճնշմամբ կաթողիկոսը պիտի հեռանար, կարծես թե չեղարկել է Փաշինյանը։ Նա այժմ իրեն աջակցած մի քանի կարգալույծ ու գործող քահանաների ծեսերի ջերմեռանդ մասնակից է։ Հատիկ առ հատիկ անցնում է եկեղեցիներով՝ Հովանավանք, Թալինի Սուրբ Աստվածածին։ Այս կիրակին Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղի եկեղեցում կծնկի։